վարկյան ուշացավ եւ չհասցրեց գրանցվի։ Արդեն 5 տարվա ընթացքում այդ ուշացումները քրոնիկական են, պարոն Ալեքսանյան։ Ձեր ֆրակցիայով փոխհավաքվեք, մի հատ ժամացույց առեք մարդուն։ Ձեզ ո՞նց կլինի։ Ձեր ժամանակը գնում է։ Ոչինչ, իմ ժամանակն է, ոնց կուզեմ նենց է կտնօրինեմ։ Կա մի հատ եզրույթ, որը կոչվում է ռացիոնալիզացիա։ Դա այն չի, որ ձախականջը աջ ոտով քոյելու փոխարեն կարելի է աչականջը աջ ձեռքով քորել։ Դա ցանկացած անտրամաբանական պնդում, պարոն Քոչարյան, ներողություն եմ խնդրում, բայց պարոն Քոչարյան, ես դիմում եմ տիկնոջը, խնդրում եմ մի զբաղացրեք իրան։ Կա մի երևույթ, որը կոչվում է ռացիոնալիզացիա։ Դա ցանկացած անտրամաբանական բան տրամաբանական փաստարկներով հիմնավորելու տենդենսն է։ Օրինակ խոսքը ասում են աշխարհի բոլոր դժբախտությունների հեղինակը կանայք են, որովհետև կանայք են տխմարների ծննդաբերել։ Հիմա պատասխանը մոտարապես է տրամաբանության մեջ է։ Չէ, կանայք են ծննդաբերել, ուրեմն կանայք են մեղավոր։ Ասում է Նիկոլ Փաշինյանը տրամաբանական եզրակացության է եկել։ Չէ, Տիկին Տուրեղյանի հարցը շատ ավելի պարզ էր, ասում էր դուք այդ տվյալները ունեք թե չէ, որովհետև տվյալների հիման վրա դնսենք տրամաբանություն քննարկենք ստեղ իրար է, տրամաբանականությունը շատ սուբյեկտիվ հասկացողություն է, կամ ասում է եթե գա Հայաստան դաշինքը կլինի պատերազմ, այդ ինչից ելներով եք ասում, միգուցե հետ գնաք նայեք թե պատերազմ ով բերեց, ինչպես եղավ, ինչ դիրքորոշում ուներ Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխության ժամանակ եւ մինչև 20 թվականը։ Միգուցե տենց գա, չէ, մարդը վարկագիծ է ունեցել, այդ վարկագիծը, անցյալի վարկագիծը պրոյեկտեք ապագայի վրա եւ տեսեք թե ինչ կարող է դա բերի։ Բայց չէ, եկել եք արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ներքաղաքական հայտարարություններ անում։ Իսկ պարոն Ռուբինյան, ձեր ասածը Ալմաթայի հռչակագրի մասին շատ եմ խոսել, իմաստ չունի, ասում հասկացողը մի անգամով կհասկանա։ Վերջի հանդիպումը որ եղավ, տեղի ունեցավ Աղվերանում, կողմերը փոխանակել են փաստաթուղթ սահմանազատման քարտեզները որոշելու ընթացակարգի վերաբերյալ։ Բա Սովետի գենշտաբի 75 թվի քարտեզները, որ այդպես թմկարում էիք, ինչ եղավ, եթե պետքա կողմերը իրանք որոշեն։ Արմենուհի Կյուրեղյան։ Եթե վարչապետը առանց արտաքին հետախուզության ծառայության տվյալների նման հայտարարություն է անում, դա նշանակում է ինքը ունի բանավոր պայմանավորվածություններ, բանավոր բանակցություններ եւ հետեւաբար այո, պարզ տրամաբանությունը ասում է, որ ինչ որ բան այն չէ։ Երեք պատերազմ բերած ուժը այսօր եկել եւ խոսում է խաղաղության մասին։ Երեք պատերազմ բերած ուժը այսօր փորձում է համեմատվել մի քաղաքական ուժի հետ, որի ղեկավարի իշխանության օրոք երկրում պատերազմ չի եղել։ Երեք պատերազմ բերած ուժը, որ ամեն ինչ արեց, որ պատերազմ սկսվի, որ ոչինչ չարեց, որ այդ պատերազմը ժամանակին դադարի, ամեն ինչ արեց, որ թշնամին հնարավորինս շատ առաջ գնահասնի Շուշի եւ Հայաստանի սահմաններ հենց այն տարածքներում, որի պատասխանատվությունը Հայաստանի բանակինն էր, ասել է թե մեր իշխանությանը, հիմա այս ուժը այսօր եկել խոսում է խաղաղության մասին։ Այո, դուք այսօր խոսում եք խաղաղության մասին, որովհետև դուք արդեն պատերազմ բերեցիք։ Պատերազմով վախեցրեցիք մեր ժողովրդին։ Ալեքսանյանն ասում է «Էտում երեխաների հաշվին»։ Պարոն Ալեքսանյան, «Էտում երեխաների զոհերի հաշվին» պատերազմը առաջ տվեցիք, Արցախը հանձնեցիք եւ դա համարեցիք ձեռքբերում։ Այդ որ երիտասարդների զոհերի հաշվին Նիկոլ Փաշինյանը այսօր կանգնեց ազգային ժողովի դահլիճում եւ հայտարարեց մենք նույն արդյունքը կունենայինք առանց զոհերի, բայց մեզ դավաճան կասեին, բայց Շուշին պետք է հանձնեինք։ Այդ ում երեխաների զոհերի հաշվին դուք պետք է պատասխան տաք դրա այդ հարցերի մասին, ոչ թե մենք, պարոն Ալեքսանյան, այնպես որ պատերազմ բերողը պատերազմ հրահրողը, զոհերի պատճառ դարձողը երբեք իրավունք չունի խոսել խաղաղության մասին։ Ավարտեք եւ նստեք։ Դուք հենց նոր Հայաստանին մեղադրեցիք պատերազմ հրահրելու մեջ եւ դուք չեք պաշտպանում Հայաստանի շահերը։ Վագն Ալեքսանյան։
Մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ասում եք, այն տարածքներով է Ադրբեջանը առաջ եկել, որը Հայաստանի բանակի պատասխանատվության տակ էր, այդ խաղում եք անում ձեր խմբակցության ղեկավարի խոսքերի վրա, բայց ձեր խմբակցության ղեկավարը այդ չի ասում, որ կոնկրետ այդ տարածքներով Ջաբրայելի ուղղության մասին է ենթադրում եմ խոսքը, իր տղեն այդ գծում ինչ պատասխանատվություն է ունեցել։ Այդ ինչ մի հատ տանկային գունդ է եղել, որի հրամանատարը իր տղեն է եղել, որ շատ կասկածելի մի ժամանակահատվածում ինչ-որ տարօրինակ վիրավորում է ստացել ու գնացել է, թողելով իր զորքը։ Քիչի պատմում ձեր խմբակցության ղեկավարը։ Եկել է ասում է, այն զորքը, այն տարածքները, որ եղել է Հայաստանի բանի տակ, լուրջ եք ասում, ասում է, պարոն Խաչատրյան ասում է, անցյալի հետագիծը պրոյեկտենք ապագայի վրա, պրոյեկտենք, բա այդ ենք ասում ես 3 ժամը, եկեք պրոյեկտենք։ Եկել ենք ստեղ ասել ենք պետք է նշաձողը իջեցնել, որպեսզի հայերը կարողանան մնալ Ղարաբաղում։ Կանգնել եք դուք, ասել եք թուրք, ասել եք դավաճան, ձեր են Թևանյան ունեիք, մի հատ որ հիմա Ծառուկյանի ցուցակ եք գործուղել երկրորդ համարի ձևով, որ Քոչարյանի շահերը դες բացարկի։ Առանց Ղարաբաղ չկա Հայաստան, եկավ ստեղից ասեց։ Ասում ենք գնացեք Սոֆիա բանակցությունների Ղարաբաղի իշխանություններին։ Դուք ու ձեր թիմը ամեն ինչ արել եք, որ Ղարաբաղի իշխանությունները չգնան Սոֆիա բանակցությունների։ Ասել եք Սոֆիա գնացողը թուրքա դավաճան, ամեն ինչ արել եք, որպեսզի կարողանաք Ղարաբաղի հայերին բերեք ստեղ ցույցի մատերիալ սարքել։ Ասել ենք եկեք դելիմիտացիա ու դեմարկացիա անենք Ադրբեջանի հետ։ Գնացել եք այն գար գրկող կար, մի հատ որ հիմի նստած է տերորիզմի մեղադրանքով։ Դրա հետ փողոցներն ընկած Միտինգ էին անում, սա կործանում է, սա Հայաստանի վերջնասաբան, այսինքն ձեր անցյալի հետագիծը նայելով ստացում է ինչ։ Գալու եք ասելու եք, որ տարածքների դեմարկացիան ու դելիմիտացիան չարիք է, պետք է կանգնացնել։ Գալու եք ու ասելու եք, որ առանց Ղարաբաղի չկա Հայաստան ու հետևաբար Ղարաբաղը պետք է հետ բերել, ու այդտեղ այո, ուրիշների որդիների կյանքի գնով գնալու եք Ղարաբաղը հետ բերելու գործընթացին, բայց ուրիշների որդիների կյանքի գնով, որտեղ ձեր խմբակցության ղեկավարի տղեն, էլի գնալու է ինչ-որ հետաքրքիր պահից ծառօրինակ վիրավորում է ստանալու ու գնալու է։ Ձերոնցից ոչ մեկի որդիները այդ պատերազմներում չեն կռվելու, ձեր առաջնորդի թորներն էլ Ամերիկայում են ոնց ծնվել, տենց է ծնվելու։ Ես ելույթ կունենամ։ Հարգելի գործընկերներ, սիրելի դաշնակցական գործընկերներ, դուք պատճառահետևանքային կապ, բառակապակցության իմաստը հասկանում եք։ Ես զարմանում եմ, էլի, հայտարարվում է վարչապետի անունից, հստակ մի հատ տրամաբանական բան, ասում է Ժորժ ջան, այս խաղաղությունը, այսօրվա, կրկնում եմ, այն խաղաղությունը, որի շնորհիվ 2 տարի, 2 ամիս մեր սահմաններին զոհ չկա, ընդհանրապես զոհ չկա հակառակորդի կրակոցից։ Այս խաղաղության ճարտարապետությունը կազմված է հետևյալից. ֆունդամենտալ բաներ, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատման սկզբունք Ալմատայի հռչակագիրը որպես հիմք, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում, կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ամբողջական հարգման, սրա շրջանակներում կա նաեւ հայ-ամերիկյան նախագիծ, որը կոչվում է TRIP։ Հիմա դուք ձեր ուժը, այս բոլոր կոմպոնենտները վիճարկում եք։ Դուք ասում եք, չէ, Հայաստանը չի կարող սահմանափակվել իր 29743 կիլոմետր քառակուսու մեջ, ով ասել Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանը, ձեր դաշինքի առաջնորդը։ Դուք ասում եք, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ, ով ասել Արտվիկ Մինասյանը հիմա դանավեճի ընթացքում։ Դուք ասում եք, որ սահմանազատման հիմք չի կարող լինել Ալմատայի հռչակագիրը եւ խորհրդային միության փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները անարդար սահմաններ էին, ով ասել Արտվիկ Մինասյանը իմ հետ բանավեճի ընթացքում։ Դուք ասում եք, որ մենք ասում ենք Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, դուք ասում եք շարունակելու ենք։ Հիմա ժողովուրդ ջան, պետք չի լինել հանճար կամ արտաքին հետախուզության ծառայության պետք կամ երկուսը միասին, որպեսզի հասկանալ, որ եթե Հայաստանը ընդունի որպես իր քաղաքականության հիմք այն ինչ որ դուք ասում եք, դա բերելու է պատերազմի։ Դրա համար տեղեկություն պետք չի, հասկանում եք, դա կոչվում է վերլուծություն, դա կոչվում է պատճառահետևանքային կապերի վերհանում եւ դրա հիման վրա ապագայի պրոյեկտում, ունակություն, որից դուք զուրկ եք։
Պրճակը եւ իմ ձայնը սկսում է ավելի բարձր հնչել։ Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենա Արթուր Խաչատրյանը եւ իմ հայտարարությունից հետո Արթուր Խաչատրյանը կմոտենա ամբիոնին, կսկսի խոսել։ Ես նրա մասին տեղեկություն չունեի, բայց զուտ պատճառահետևանքային կապը տեսա։ Ուրեղյան, քանի որ դուք տեղից ընդհատեցիք, ես ձեզ նկատողություն եմ հայտարարում, սա նույնպես պատճառահետևանքային կապ է։ Պատճառահետևանքային կապերին անդրադառնանք։ Դե եթե կան այսքան հանճարեղ իմաստուններ, ահավասիկ, վառ ներկայացիչ, հենա ինչի եք ես մարմինը պահում։ Փող եք ծախսում, մարդիկ գաղտնա լսում են, բյուջե, հենա նստեք իմաստուններով, վերլուծություն արեք էլի, բրծեք։ Ինչ ինֆորմացիա, ինչ ծառայություն, իմաստուններով նստեք որոշեք։ Այս մարդուն էլ ուղարկեք մարդու իրավունքները կպաշտպանի, մինչև այդ մարդու իրավունքներով եք զբաղվում, ողբալի իրավիճակ է։ Պարոն Ալեքսանյան, ձեր հարցնի պատասխան ասեմ։ Եթե ձեր հանձնաժողովը 3 տարի ճգնելուց հետո երկներ եւ զեկույց ունենար, զեկույց չունի, որովհետեւ այդ թղթի տակ ընդամենը 4 հոգի աստորագրած 11 հոգու։ Հարգելի գործընկերներ, ուրեմն ասեք թող չնչատի։ Դուք զախողել եք 4 հոգի ստորագրություն կադրատա։ Իջեցրեք։ Լրություն, պարոն Ալեքսանյան։ Կադրատակ ընդամենը։ Պարոն Ալեքսանյան, լրեք մի հատ։ 4 հոգի։ 4 հոգով զախողել։ Ես ընդհանրապես Պարոն Խաչատրյան, այս ամեն ինչը սկսեց նրանից հետո, երբ որ դուք բարձր տոնի մեջ սկսեցիք բղավել։ Մի բղավեք, հանգիստ տոնով ելույթ ունեցեք։ որովհետև զախողված է այդ փաստաթուղթը։ Հիմա մյուս խնդիրը սահմանազատման հետ կապված, պարոն Ռուբինյան, այդ սարեր ձորերը, որ ասում են, մի խելոք մարդ է ասել արտասահմանում։ ՀՀԿ-ն էլ դա արձանագրել է ներակա նախագահության կողմից ուղեցույցում, թե ինչպես պետք է իրականացնել սահմանազատումը, որ եթե կան սարեր եւ ձորեր, այդ սարեր եւ ձորերի շրջանցելու խնդիր կա։ Բայց այդտեղ հարցս լրիվ ուրիշ է։ Սահմանազատման հետ կապված։ Ասում էին պետք է լինի 75 թվի գենշտաբի քարտեզը։ Բայց այդ ինչ եք փոխարինել իրա, փոխանակել իրար հետ։ Մյուսը սելայնակիցներ։ Ձեզ Նիկոլ Փաշինյանը ուղղակի շանտաժի է ենթարկում։ Ասում է ես չլինեմ, կլինի պատերազմ։ Այսինքն ինքը ներսում չունենալով լեգիտիմություն, հասկանալով իր գավիժող հեղինակության եւ աջակցության մակարդակը, ասում է ես չլինեմ, կլինի պատերազմ։ Այսինքն Ալիևը նստած ասում է ինչ ուզում ալնի, եթե հանկարծ փորձեք իմ են եղբոր ու մեկ միասին մրցանակ ենք ստացել, իրան եթե չընտրեք, ես կռիվ կբերեմ։ Սելայնակիցներ, ձեզ խափում են, կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պարոն Խաչատրյան, ձեր խմբակցության սիլոգիզմը փչացել է։ Չնայած այդպես նորմալ չէր աշխատում առնած վերջին տասնամյակներին, բայց հիմա տեսեք, տրամաբանական փաստարկման մի հատ բանը, հետագիծը նայենք ձեր, էլի։ Դուք մանտրայի պես կրկնում եք արդեն տարիներ շարունակ, որ այ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարեց, որ Արցախը Հայաստանի եւ վերջ, եւ դրա պատճառով եղավ պատերազմ։ Այսինքն դուք հայտարարում եք, դուք այսքան ժամանակ եկել եւ ասել եք, որ պատերազմը սանձազերծել ենք մենք, Նիկոլ Փաշինյանը, իր հայտարարությամբ։ Հիմա ասում եք՝ մի րոպե, հայտարարությունը չի կարող ծնել պատերազմ, պետք է լինեն հետախուզական տվյալներ, եւ օրինակ երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Հայաստանը չպետք է բավարարվի իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով, դա չի կարող դառնալ կազուս բելլի, դա չի կարող, որովհետև հայտարարությունը ո՞ց կարա լինել պատերազմի պատճառ։ Բայց եթե հայտարարությունը չի կարող լինել պատերազմի պատճառ, պարոն Խաչատրյան, բա ինչի եք մեր հանրությանը տարիներ շարունակ խափում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դարձավ պատերազմի պատճառ։ Ուրեմն կամ դուք երեսպաշտությամբ եք զբաղվում եւ ստախոս երեսպաշտությամբ եք զբաղվում, կամ իսկապես ձեր սիլոգիզմը փչացել է։ Բայց մենք հո միայն մեկ հայտարարության մասին չենք խոսում։ Մենք ասում ենք, որ դուք եւ ոչ միայն դուք նպատակաուղղված եւ համակարգված կերպով քանդում եք խաղաղության ճարտարապետությունը։ Դուք ասում եք, որ խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրված է, դեռևս կարող է վերաբանակցվել։
Դուք ասում եք, որ Հայաստանը չի բավարարվելու իր այս տարածքային ամբողջականությամբ։ Դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա սահմանազատված սահման։ Դուք ասում եք, որ դուք պիտի գնաք եւ պայքարեք Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի համար, այս պահին դուք միջև վերջ գնալու եք դրա համար եւ այլն, այսինքն դուք սեղանին եք դնում հայտարարությունների եւ մոտեցումների մի փաթեթ, որը ամբողջությամբ կազմաքանդում է խաղաղության ճարտարապետությունը։ Ու հələ մենք ենք շանտաժանում։ Դուք տեղով շանտաժ եք եւ ամփոփելով։ Տիկին Կյուրեղյանն ասում է, այ Ռոբերտ Քոչարյանի բան, դուք ո՞նց եք խոսում մեր ուժի մասին, Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ մի պատերազմ չի եղել եւ այլն։ Հաղթած Ռոբերտ Քոչարյանի օր։ Բայց հաղթած Ռոբերտ Քոչարյանը խի երկու անգամ պարտվեց սեփական երկրում սեփական ժողովրդին, հետո սեփական ժողովրդի բանը վրա կրակեց։ Այդ ո՞նց եղավ։ Բայց հաղթած նախագահը գալիս եւ ջախջախվում է սեփական պետության մեջ։ Այդ ո՞նց եղավ, որ հաղթած ղեկավարը սեփական ժողովրդին պարտվում է, ոչ մի անգամ քվե չի ստանում։ Բա դուք տենց չեք մտածել միջև հիմա, բա այդ ի՞նչ է կատարվել, այդ հաղթանակը, որ դուք այդքան ասում եք հաղթել է, այդ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ կապ ունի այդ հաղթանակի հետ։ Ավարտեք, պարոն Կոնչյան։ Մտքերի փոխանակությունն ավարտվեց, պարոն Քոչարյան, եզրափակիչ ելույթի համար համեցեք։ Հարգելի գործընկերներ, օրենքի հետ կապված ամեն ինչ ասվեց, բայց վերջին քննարկումները օրենքի հետ առնչություն չունեին, գնացին քաղաքական շահարկումներ։ Պարոն Խաչատրյանին հիշեցնեմ, որ ազգային ժողովի կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովը ներկայացրել է զեկույց, ի տարբերություն այն զեկույցի, որ դուք երբեք չներկայացրեցիք, որ ղեկավարում էր Արծվիկ Մինասյանը։ Զեկույցը գտնվում առաջի բաժնում, եւ ինչքան գիտեմ, ձեր խմբակցությունից կարդացել է միայն Գեղամ Մանուկյանը։ Դուք չեք կարդացել։ Շատ լավ, եթե սխալվել եմ, ներող կլինե, գնացեք կարդացեք։ Հարցը դրա մասին չի։ Զեկույցի հետ կապված, եթե կարդացած լինեիք, մի խանգարեք ինձ։ Եթե զեկույցը կարդացած լինեք, Վագ Ալեքսանյանի հիմնավորումները, որ այդպես ամբողջական կարար ներկայացներ, կապված Սերյան Օհանյանի տղայի դրվագի հետ կապված, դուք այնտեղ կնկատեիք ուսումնասիրությունը եւ այդ մասին որևէ շահարկման առարկա չեք դարձնի, այդ մեկ։ Երկրորդը, հարավային ուղղության նաեւ կնկատեիք պատասխանատու նախկին դաշնակցական Տիրան Խաչատրյանի վրա եղել, որը ելի պատահաբար վիրավորվեց եւ մենք հարավում ունեցանք անհաջողություններ։ Տիրան Խաչատրյանը վերականգնեց իր դաշնակցական լինելը եւ դուք փակ դաշնակցական ֆորմատով կարող եք հարցեր տալ։ Այդ ո՞նց եղավ։ Դա այդ ամբողջը կազեկություն բարի եղեք կարդացեք եւ տեսանյութեր էլ կան, իսկ տեսանյութերը հիմնավորում են այն, ինչը ես ասեցի։ Իսկ ինչ վերաբերում է օրենքին, հարգելի գործընկերներ, պետք է չմտահոգվել։ Այս զեկույցը անպայման մի օր իր բաց մասը կհրապարակվի եւ այդպիսի շահարկումները Հայաստան Դաշինքի խմբակցության եւ նրա ղեկավարի կողմից այլևս կդառնան անօգուտ։ Օրենքը անհրաժեշտ է, Տիկին Գրիգորյանն, օրենքը պետք է մենք կողմ քվեարկենք, որը մեզ հնարավորություն կտա ավելի լայն ֆորմատով պատկերացնել, թե ինչ էլ արհավիրքների առաջ կարող է մեր երկիրը կանգնել, որի դիմակայման համար հենց տվյալ կառույցը, որը ստեղծվել է մեր կողմից, նրա հնարավորությունները պետք է օր առաջ ավելի մեծացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Գրիգորյան, եզրափակիչ ելույթի համար համեցեք Անդոնի մոտ։